Շնորհակալական նամակը մենք ստացանք հրամանատարության կողմից, մի տարի է արդեն, որ է ստացել ենք, ինքը ստացել է 15 թվին, այս մի նամակը ստացել է, ինչ-որ էլի ասես շնորհակալական նամակներ եղել, այս մեկը տվել է 16 թվի մարտի 3-ին, բայց այս մեկը արդեն իր անգերները, ովքեր որ զորացրվել են, այս մեկն արդեն պապանվել, էլի է նման բաներ եղել, բայց այդ կռիվների հետ դեպքերի հետ կապված ոչնչացել են, բայց այս մեկը տղերքը գտել բերել են, հանձնեցին տարումին այս մեկը։ Շնորհակալագրերը լավագույն ծառայության համար են, ապրիլյան քառորյա պատերազմի վիրավոր Տարոն Վարդանյանն է ստացել։ Թեժ մարտական գործողություններին մասնակից զինվորն ականի պայթյունից վնասել է աջ ոտքը, հենաշարժակներով է քայլում։ Տարոնի զինվորական գրքույկում, սակայն մինչ այսօր նշված չէ, որ նա մասնակցել է մարտական գործողություններին։ Գրառումների համար այսօր դիմել ենք վայնկամատ նորից։ Այդ քառորյա պատերազմի մեզ պատասխանեցի, որ ոչ մեկին էլ չկա, գրել ենք եւ որ եղավ, մենք կասենք ձեզ։ Այդ բաժնի պետը մոտեցավ, ճանաչում էր երեխան, գիտեր արդեն, որ վիրավոր երեխա է։ Մեզ այդպես պատասխան տվեց, բոլորին է գրած, այլ այդ մեջը, վայնի բիլետների մեջ ոչ մեկի մեջ գրած չի։ Այսքան դիմումներ ունեն գրած, երբ դիմել ենք նախարարություն, պատասխանել ենք սպասում հանգարսորենի, ձեզ խաբար կանենք, կամ դուք կհանդիպեք, մենք գրառումը կանենք։ Թե երբ արդեն զորացրված վիրավորի գրքույկում կնշվի պատերազմի մասնակցության մասին, զինկոմիսարիատից չեն պատասխանել։ Կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ ապրիլյան քառորյա պատերազմին մասնակցած բոլոր ուսանողները կարող են օգտվել 50 եւ ավելի տոկոսի չափով ուսման վարձի զեղչից։ Ճամբարակցի Վրույր Լազարյանի մայրը Ազատությանը պատմեց, որ տղան դիմել է զեղչի համար, սակայն կրթության եւ գիտության նախարարությունից պատասխանել են, զեղչերից օգտվելու համար զինգրքույկում պետք է պարտադիր նշված լինի, որ նա քառորյա պատերազմի մասնակից է։ Իր զինգրքույկում գրած է, որ ինքը չի մասնակցել պատերազմին, քառորյա պատերազմին, ուղղակի գրած է, որ ինքը մասնակցել է մարտական հերթապահությանը։ Հետո մենք դիմել ենք նախարարություն, ես անձամբ նամակ եմ գրել նախարարություն, երկու անգամ իմ պատասխանը չի եկել նախարարությունից, որպեսզի կարողանամ ես երեխայի վճարի հարցը լուծեմ։ Գնացել եմ ինստիտուտ, Վրույրես ինստիտուտում ասել են, որ պետք է դու թուղթ ներկայացնես, որպեսզի քո 50% զեղչը կատարեք։ Զինվորի մայրն ավելացրեց, գնդի հրամանատարը շարքից առանձնացրել էր իր որդուն եւ ասել, որ նա մեդալի է արժանի։ Կրթության եւ գիտության նախարարությունից Ազատությանը փոխանցեցին, որ այո, 50% եւ ավելի զեղչ կստանան այն զորացրված զինվորները, որոնց զինգրքույկում գրված կլինի։ Ապրիլի 2-ից 5-ը մասնակցել են հայրենիքի պաշտպանության ռազմական գործողություններին։ Վայնի բիլետում երկու տիպի նշում կա։ Մեկը կա, որ իրականացել է մարտական հերթապահություն, այդ 7-րդ թե 8-րդ էջն է։ Այդ պարագայում իր զեղչի տոկոսը 30-ն է։ Իսկ այն մյուս կետում, որտեղ գրած է, օրով գրած է, ես տեսել եմ էլի այդ տեսակ վայնի բիլետ, որտեղ գրած է ապրիլի 2-ից 5-ը մասնակցել է երկրի պաշտպանության, ինքնապաշտպանության ու երկար նախադասությունը, էլի, այսինքն մարտական գործողություններին իր զեղչը 50+ է մինչև անվճար։ Նախարարությունից հաստատեցին, որ եղել են դեպքեր, երբ այդ նշումը չի եղել։ Այդ դեպքում հարկ է լինում կրկին դիմել զինկոմիսարիատ։ Ուսման վճարից ամբողջովին ազատման կարգ չկա։ Ըստ նախարարի շրջաբերականի բուհերն իրենց հայեցողությամբ կարող են մինչև 90-100% զեղչ անել։ Պաշտպանության նախարարությունից էլ ասացին, եթե որևէ մեկի գրքույկում չի նշվել, ուրեմն սխալվել են։ Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խորհուրդ տվեց առանձին դիմումներով դիմել նախարարությանը։ Ուրեմն սխալվել են, պետք է ուղղեն։ Թող առանձին դիմեն կոնկրետ անձիկ դիմեն մեզ։ Այս սարերում էր սամանն, այս տնաշեն, նա ինքը գյուղից վերև էր, վերև համացվել։ 35 կիլոմետր։